Մենք ոչ թե բանակը քանդել ենք, այլ իրանց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել եւ զրոյից ստեղծել ենք բանակ։ Վաղը չէ, այսօր քանիսն է։ Վաղը չէ, մյուս օրը եկեք հանրապետության հրապարակ եւ տեսեք այդ բանակը, բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ։ Ուրեմն նրանք, ովքեր զինվորական ծառայության հետ առնչվել են, գիտեն, որ մեր հրետանու ողնաշարը եղել է D30 հրետանային միջոցը։ D30-ը ովքեր ծառայել են գիտեն, D30-ը մեր հրետանին ա եղել։ Ուրեմն առաջին անգամ խնդրում եմ ուշադրություն, հազար ներողություն։ Շատ կարևոր բան եմ։ Մեր հրետանու, բանակի հրետանու երրորդ հանրապետության ողնաշարը եղել է D30, այսինքն մեր հրետանային միջոցների մեծ մասը D30 հրանոթն ա եղել։ Ուրեմն առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը գործարանային արտադրության, այսինքն Զավադսկոյ D30 հրանոթ ունեցել է 2023 թվին։ Առաջին անգամ նախորդող որ շրջան, այսինքն որ այդ զենքի արտադրություն առաջին օգտագործողը մենք ենք, գործարանից դուրս է եկել եւ եկել է Հայաստանի Հանրապետություն։ Այդ առաջին անգամ Հայաստանը ունեցել է 2023 թվականին եւ ամսի 28-ին դուք կտեսնեք այդ D30 հրետանային միջոցները։ Նախկինում մեր ունեցածը Սերժ Սարգսյանը, որ ասում էր 80-ականների զենքեր, Ժողովուրդ ջան, ինքը գլուխ է գովացել։ 80-ականների զենք ասելով գլուխ է գովացել, որովհետև մեր բանակի զենքի 70%-ը եղել է 70-ականների, 60-ականների, 50-ականների զենք ենք մենք ունեցել, եւ իրանք խոսում են բանակի մասին։ Ես ուրիշ բան, վաղը չէ մյուս օրը, որ դուք տեսնեք կամ հեռուստացույցով հետևեք, նայեք D30 հրետանային միջոցը, մենակ աչք վիզուալ, նայեք D30 հրետանու չափին, ֆիզիկական չափին, եւ այն նոր հրետանային միջոցները, որոնք մենք ձեռք ենք բերել վերջին տարիներին, մենակ չափերի տարբերությունը նայեք, եւ ձեզ համար բացարձակապես ամեն ինչ պարզ կլինի։ Բայց ուզում եմ մենք իմանանք նաև, ձեր մոտ հարց կարածակի, իսկ ինչի մի րոպե, իսկ ինչի մենք այդ նույն բանակը չունեինք, ասենք օրինակ 2021 թվին, 2020 թվին, 2019 թվին, իսկ դրա համար մի պարզ պատճառ կա, երկու պատճառ ա եղել ժողովուրդ ջան։ Առաջինը, միջազգային շուկան մեզ զենք չի վաճառել երկու պատճառով։ Առաջինը, ասել է, որ դուք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ եք, եւ մենք չենք կարող այս տեխնոլոգիաները ձեզ վստահել, որովհետեւ կազմակերպության ներսում դուք կարող եք փոխանցել եւ դա մեզ համար խնդիր է, նո սա եղել է ոչ ամենակարևոր պատճառը։ Իսկ ամենակարևոր պատճառը եղել է այն, ասել են, մենք ոչ միայն համոզվածություն չունենք, որ դուք այս զենքերը չեք օգտագործելու ձեր միջազգայինորեն ճանաչված սահմանից դուրս, այլև համոզված եք օգտագործելու ենք։ Դրա համար մենք չենք կարող կներեք, բայց չենք կարող մենք ձեզ այդ զենքերը վաճառենք։ Այդ զենքերի շուկան, եթե ուշադրություն դարձեք, մենք ասում ենք, մենք ցուցադրելու ենք 2022 թվականից հետո ձեռք բերված զենքերը հիմնականում 90%-ը 2022 թվականից ձեռք բերված զենքեր են։ Ինչա տեղի ունեցել 2022 թվականին։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Երբ որ մենք ճանաչել ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, մեր հարևաններն էլ մերը։ Զենքի շուկան մեզ համար բացվել է, որովհետեւ լեգիտիմ իրավունք է սեփական տարածքի անվտանգությունը եւ անձեռնմխելիությունը պաշտպանելը։ Այս է տեղի ունեցել եւ մենք պետք է սա շատ հստակ գիտակցենք։ Եվ հետեւաբար ամենակարևոր նորությունը, որով ես այս նախընտրական քարոզարշավում գալիս եմ ձեր մոտ հետեւյալն է, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն, ժողովուրդ ջան, եւ այս խաղաղության առիթով շնորհավորում եմ
ձեզ բոլորիդ, մեզ բոլորիս, որովհետև խաղաղությունն է երաշխիքը, որ մենք մեր տանը կապրենք եւ կծաղկենք, որովհետև խաղաղությունն է երաշխիքը, որ մենք 1000 տարվա հեռանկար ունենք, 1000 տարվա հեռանկար, եւ 1000 տարվա հեռանկարը կախված է նաեւ մեր գիտակցման հետ, որ մենք պետք է մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու հնարավորություն ունենանք եւ հմտություն ձեռք բերենք։ Ես ձեզ ուրիշ բան էլ ասեմ։ Օրինակ, տարիներ առաջ, երբ որ մենք ոչ Ադրբեջանի հետ ենք խոսում, ոչ Թուրքիայի հետ ենք խոսում։ Երբ որ մեզ պետք էր Ադրբեջանին ինչ որ բան ասել, մենք երրորդ երկրի միջոցով խաբար էինք ուղարկում։ Եվ երրորդ երկրի միջոցով էլ պատասխան էինք ստանում։ Եվ որոշ ժամանակ անց զգում ենք, որ ինչ-որ մի բան են չի։ Հետո հասկացանք, որ ոչ մեր ուղարկած խաբարն է ճիշտ գնում տեղ հասնում, ոչ էլ իրենց տված պատասխանն է գալիս ճիշտ տեղ հասնում։ Ընդ որում, երբեմն չարամիտ, բայց միշտ չի որ չարամիտ, որովհետև կան նրբություններ, որ process-ի մեջ անընդհատ ելնող մարդը գիտի, բայց ով որ 5 րոպե առաջ է եկել, ինքը չի հասկանում նրբությունները եւ ուղերձները փոխանցելիս ծրված, թեքված, դեֆորմացված է ուղարկում։ Եվ հետեւաբար մենք որոշել ենք, որ պետքա մեր միջավայրում կարողանանք ինքնուրույն ապրենք։ Մեր հարցերը կարողանանք մաքսիմալ ինքնուրույն լուծենք, դա չի նշանակում, որ մենք սահման ենք դնում եւ բան ենք, մեկուսանում ենք միջազգային հանրությունից։ Ի վերջո խաղաղությունը հաստատվեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ։ Բայց ժողովուրդ ջան, այդ հնարավոր դարձավ մի պատճառով։ 2025 թվականի մարտի վերջին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են բանակցությունները խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությամբ, այսինքն մենք արդեն համաձայնեցված տեքստ ունեինք, որը պատրաստ էր ստորագրման։ Երկրորդը, դրանից հետո ինչ է տեղի ունեցել։ Դրանից հետո տեղի ունեցել իմ առաջին աշխատանքային այցը Թուրքիա։ Ես գնացել եմ Ստամբուլ եւ խոսել եմ մեր ռազմավարությունների մասին։ Դրանից հետո Աբու Դաբիում տեղի ունեցել հուլիսի 10-ին տեղի ունեցել Ադրբեջանի հետ մեր երկկողմ հանդիպումը։ Եվ դրանից հետո օգոստոսի 8-ը դարձել է հնարավոր, օգոստոսի 8-ը օդից չի ընկել։ Օգոստոսի 8-ը ի վերջո մեր երկկողմ աշխատանքի եզրափակումն է, կուլմինացիան է։ Իհարկե նախագահ Տրամփի անմիջական մասնակցությունը շատ մեծ եւ էական դեր ունեցավ։ Եվ հետեւաբար ժողովուրդ ջան, մեր խաղաղությունը ինչպես 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի աննման։ Որ տանը 9 ամսական երեխա կա, այդ 9 ամսական երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է եւ այդ ընտանիքի ուրախության առիթը։ Ցանկացած 9 ամսական երեխա ինչ խնդրեմ էլ լինի տան ընտանիքում, բերկրանք եւ ուրախություն է պատճառում։ Բայց 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ ունի եւս մեկ ընդհանրություն։ Եթե մենք իր նկատմամբ խնամք չտանենք, ինքը չի ապրի պարզապես։ Այսօր պատերազմի երրագլուխ կուսակցություն ինչ անում, ասում է, եկեք այդ 9 ամսական երեխային հանձնենք որփատուն, որփանոց, որովհետև մենք չենք կարա իրան տիրություն անենք, ուրիշների խնամքին հանձնենք։ Այսինքն մեր ճակատագիրը էլի հանձնենք ուրիշների խնամքին։ Պատմական այս շրջափուլի առանձնահատկությունն է, որ մեր ճակատագրի ղեկը տառապանքների, զրկանքների, զոհերի եւ զոհողությունների միջոցով մեր ձեռքերը հասել են մեր ճակատագրի ղեկին։ Եվ մենք այսօր ամուր բռնած ենք մեր ճակատագրի ղեկը, մենք կառավարում ենք մեր ճակատագրի ղեկը, մեր ճակատագիրը։ Եվ սա պատմական մեծ իրադարձություն է։ Եվ այսա պատճառը, որ ես ասում եմ, որ առաջիկա ընտրությունների ամենակարևոր հարցը, որին պետք է հնչի պատասխան հետևյալն է, Հայաստանի ժողովուրդը
Տեր կանգնում է խաղաղությանը, թե չէ։ Հայաստանի ժողովուրդ հետ 9 ամսական մանուկին տեր կանգնում է, թե չէ։ Հիմա ամեն օրվա հետ իմ համոզմունքը ավելի է մեծանում, որ այո ժողովուրդը տեր կանգնելու է։ Եվ ուրեմն ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչու ենք քվեարկում 16-ին, որովհետև սա ժողովուրդ ջան, պաշտոնի կռիվ չի, սա աթոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն խաղաղության։ Եվ ուրեմն 16-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք, Մեգրաձորին տեր ենք, Ծաղկաձոր խոշորացված համայնքին տեր ենք, Կոտայքի մարզին տեր ենք, Երևան մայրաքաղաքին տեր ենք, Հայաստանի Հանրապետությանը տեր ենք, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց այս ընտրություններում կա նաեւ մի շատ կարևոր հարց եւ ենթատեքստ։ Եվ ամենակարևոր հարցերից մեկն է ժողովուրդ, որ ամեն քաղաքացի իր ուժը զգա։ Ամեն քաղաքացի իր դերը եւ իր արժեքը զգա, որովհետեւ 2018 թվականից հետո քաղաքացին իրոք որոշիչ ուժ է Հայաստանի Հանրապետությունում, իրոք որոշիչ ուժ է։ Ես ասում եմ, ես այո կգամ, կհանդիպեմ, կխոսամ, գաղափարներ կկիսեմ, բայց որոշողը դուք եք որոշողը։ Ես օրինակ 2018 թվականից հետո նախ այդ Հայաստանում ոչ մի ընտրությունների արդյունքներ չեն կեղծվել, ոչ մի ընտրություն, ոչ մի քվեաթերթիկով։ Ես չգիտեմ ընտրությունների արդյունքների վրա ազդելու այլ ձև, քան ժողովրդի եւ մարդկանց հետ խոսելը, քան գաղափարներ կիսելը, քան գաղափարներով մարդկանց ոգևորելը, գաղափարը տարածելը։ Եվ այսօր ես դրանով եմ զբաղված, բայց շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը շատ հստակ առերեսվի այն փաստին, որ ընտրությունների արդյունքները, ով կլինի վարչապետ առաջիկա ընտրությունների արդյունքներով, ինչպիսին կլինի Հայաստանի հետագա ընթացքը, ինչ կլինի խաղաղության հետ, արդյոք մենք հետ կգլորվենք կոնֆլիկտի թակարդի մեջ, թե խաղաղությունը կդառնա ինստիտուցիոնալ։ Այդ ամեն ինչը կախված է մեկ մարդուց, պատկերացնում եք ընդամենը մեկ մարդուց։ Որովհետև գիտեք ինչ 2010, 2007, 2008, 2012, երբ որ մարդկանց հետ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ խոսում էի, մարդիկ խոսում էի, ասում են հա ճիշտ ես ասում, բայց ոչ մեկ բան չի անի, ոչ մեկ չի արտահայտվի, ոչ մեկ չի կանգնի, ոչ մեկ չի պաշտպանի, հայրանց ներսում կիմանան, որ ճիշտ է, բայց ոչ մեկ չի պաշտպանի։ Այս գաղափարը այն ժամանակ ծնվեց, ասի դու ուրիշի հետ ինչ գործ ունես, ուրիշի հետ, դու ինչի ես մտածում, թե ուրիշը ինչ կանի, որտեղ դու ազդեցություն չունես, ուրիշը ինչ կանի, ուրիշը կորոշի, դու կարած որոշես, թե դու ինչ կանես, դու ինչ ես ինձ ուրիշի բան կար, չէ, այս ժողովուրդը ժողովուրդ չի, այս երկիրը երկիր չի,
Էսա փոխվել այսօր Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը երկիրը քաղաքացին քաղաքացիա ժողովուրդը երկիրը քաղաքացին քաղաքացիա եւ ուրեմն առաջիկա ողջ պատմական ընթացքի ճակատագիրը կախված է մի մարդուց ընդամենը մի մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես 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 եւ այդ մեկ մարդը ինչքան էլ հերրու կանգնածնես դու ես եւ այդ մեկ մարդը դու ես եւ այդ մեկ մարդը դու ես ով այդ մեկ մարդը թող ձեր բարձրացնի մեկ մարդը եւ այդ մարդկանց հավաքական ամբողջությունն է որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, հպարտ արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային խաղաղությանը, Մեղրաձորին, Ծաղկաձորին, Կոտայքի մարզին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ներողություն եմ խնդրում, բայց ձևաչափը չի նախատեսում, որովհետեւ մենք ժամանակացույցի մեջ ենք, բնակավայրերում հանդիպումներ ունենք, պետք է մեր գրաֆիկով գնանք առաջ։ Երկու հայտարարություն, առաջինը, որ մեր Կոտայքի մարզի եզրափակիչ հավաքը տեղի ունենալու վաղը 20:00-ին ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ Աբովյանի քաղաքապետարանի դիմացի հրապարակում, հա ճիշտ եմ ասում տեղը, Աբովյանի քաղաքապետարանի դիմացի հրապարակում բոլորիդ հրավիրում եմ եւ բոլորիդ սպասում ենք մեծ պատիվ կլինի մեզ համար բոլորիդ եւ յուրաքանչյուրի տեսնել այնտեղ ցույց տալ դրանով որ տեր եք կանգնում խաղաղությանը, տեր եք կանգնում պետությանը, տեր եք կանգնում անկախությանը եւ երկրորդը երեխեք եթե երեխեք կան ովքեր ուզում են քարտեզ նվեր ստանան եւ նկարվեն հիմա այստեղ երեխեք նրբություն ունենա որ պետքա արագ կազմակերպենք ով ուզում է մոտենա այստեղ հերթ մի գծանի հերթ այստեղ մի գծանի հա թողան անդ ինչա ակոան ինչա այս կողմից թե չէ այս կողմ որտեղից գնանք հա շատ լավ ես ընդեղ կանգնեմ ասենք կարող եմ ես էլ քարտեզներ մի րոպե կանոնը ինչա Գոր ջան դու կանգնի գորը առաջինն է դեմքով դեպի են կողմ դեմքով մի գնա շատ հեռու դեմքով դեպի են կողմ հիմա երեխեք գորի հետևից մի հոգով մի գծանի հերթ պետք է կազմենք մի գծանի երեխեք չէ դուք երկու գիծ եք կազմել հիմա հայտնի մի գծանի հերթ կազմենք Եղբայր խնդրում եմ երեխեքով տիկին ավանսան տեղ տվեք երեխեքը հերթ կանգնեն հերթ կա երեխեք մի գծանի կուզեք ասեմ օգնականս մոտենում երեխեք հերթ մի գծանի երեխեք մի գծանի հերթ ասեք դա կոչվում է հռետորական հարց